Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գալայի եթերում հակառակ կողմն է։ Տաղավարում այսօր իմ հյուրերն են Ելք դաշինքի պատգամավորի թեկնածու Հովիկ Արսենյանը եւ Օրո դաշինքի պատգամավորի թեկնածու Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը։ Շնորհակալություն հարգելի հյուրեր մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք մեր զրույցը թերևս այն ցավալի միջադեպից, որը տեղի ունեցավ, խոսքը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մասին է։ Ովքեր են պատասխանատու։ Հնարավոր էր արդյոք կանխել Արթուր Սարգսյանի մահը, որը չարվեց։ Խնդրեմ, պարոն Արսենյան, դուք սկսեք ձեր գնահատականը։ Նախ ցավակցում եմ բոլորիս, որովհետև դա խայտարակություն եւ մի պատմություն, խայտարակ պատմություն մեր այս հատկապես այս իշխանությունների պատմության մեջ կարծես թե կուլմինացիայի է հասել։ Սրա արմատները ավելի խորն են եւ ցանկացած դեպքում, երբ որ քաղաքական հայացքների բախում է տեղի ունենում, այս իշխանությունները երբևիցե թույլ չեն տվել։ Յուրաքանչյուր անգամ քաղաքական ընդդիմադիրներին լցրել են բանտերը, քրեական հետապնդում իրականացրել, հետո չարախնդացել, հետ դարել ասել ընդդիմությունը թույլ է, չգիտես հազարու մի բան։ Ես ավելի խորքային ասեմ, ներող կնեք, որ այդպես է, միայն ենթադրությունների հիման վրա մարդու քրեական հետապնդման չի ենթարկում, առավել եւս անազատության մեջ պահում։ Որ ինչից է դա գալիս։ Գալիս է նրանից, որ այս պետության պայմաններում կամ իշխանության պայմաններում տարանջատում տեղի չունեցավ, այդպես էլ օրեսդիր, գործադիր դատական իշխանության։ Ես հատկապես դատական իշխանության մասին կխոսեմ, որովհետև ըստ էության դատական իշխանությունը դարել է գործոն քաղաքական իշխանությունը իրականացնող անձանց կամ թիմի ձեռքում, եւ նա այլևս չի հետապնդում պետականության ամրապնդման, քաղաքացիական հասարակության ձևավորման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պահպանման, պաշտպանության հարցում։ Դատարանները իրավունքի շահերը չեն պաշտպանում։ Սա միայն, ասենք, հետևանք այսպիսի ծանր է եղել, բայց այս պահին էլ քաղաքական հետապնդումներ են իրականացում եւ ունենք քաղբանտարկաներ։ Հանձնես կոնկրետ կարող եմ ասել Դավիթ Հովհաննիսյանի, Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամ, մասնակցել է երթերին Սարի թաղի, Խորենացի փողոցի, ընդամենը երթերի է մասնակցել եւ հուլիսի 29-ի դեպքերի հետ կապված, որը շատ հայտնի է բոլորին, քաչ հայտնի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Ոստիկանության ապօրինի գործողությունների, ոչ համաչափ գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահմամբ 50-ից 60 գազային եւ ձայնային նռնակներ են նետել ժողովրդի երթի մասնակիցների վրա, ավելի քան այդտեղ 30-40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եղել լուսաբանելու հետ կապված եւ հրապարակումներ եղան ակնհայտորեն ցույց տվեցին, որ մինչեւ 90 անձիկ են տուժել։ Մասնագիտական աշխատանքներ խաթարել լրատվամիջոցների եւ փչացրել են նրանց գույքը։ Այս պայմաններում, երբ որ ոչ համաչափ գործողություն է իրականացրել ոստիկանությունը, մարդիկ հազիվ կարողացել են այդտեղից ճողոպրել։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, խնդրեմ ձեր գնահատականը կատարած։ 2017 թվականի մարտի 16-ին Հայաստանը կորցրեց իր խիղճը։ Դարեր շարունակ մենք անընդհատ հպարտանում ենք մեր հազարամյակների պատմությամբ եւ այդ հազարամյակների ընթացքում հացը հանդիսացել է մարդկանց հաշտության սիմվոլներից մեկը։ Հացի սեղանի շուրջ անգամ թշնամիներն են իրար ձեռք սեղմել, ընդհանուր եզրեր գտել։ Արթուր Սարգսյանի մահը միանշանակ ծանրացած է գործող իշխանությունների խղճին, որովհետև հիվանդ մարդուն պահել խցում միայն ու միայն նրա համար, որ նա չի ենթարկվում եւ չի դառնում իրենց քաղաքական դիրքի, քաղաքական գծի կամակատարը, դա կոպիտ հանցագործություն է։ Իշխանությունները անտեսեցին անգամ այն բուժ հաստատությունների, բուժ հիմնարկների տեղեկանքները, որով հաստատվում էր, որ պարոն Սարգսյանը իրականում նրա կյանքը եւ առողջությունը անհամատեղելի էր իր կարգավիճակի հետ։ Պարոն Սարգսյանը երբեք չէր ցանկացել Հայաստանը լքել, նա փախնելու որևէ
գործունեություն չէր ծավալել եւ պահել այդպիսի մարդուն քվեախցում դա միանշանակ հանցագործություն է։ Եվ սա ցույց է տալիս, որ մեր գործող իշխանությունները ինչքան էլ միմոսություն անեն, ինչ որ փոխվելու խոստումներ տան, նրանք փոխվելու ենթակա չեն։ Նրանք ունեն քաղաքական գիծ, իշխանությունը ամեն գնով պահպանել իրենց ձեռքում, թույլ չտալ հասարակությունը մասնակցի իշխանությանը, թույլ չտալ ձևավորվի այդ զսպիչների, հակակշիռների մեխանիզմը։ Այսինքն իրենք ստանում են ինչ-որ անսահմանափակ իշխանություն, ով իրենց հետ չի, իրենց դեմ է սկզբունքով եւ նախորդ օրը տեղի ունեցած իրադարձությունը դրա վառ ապացույցն է։ Պարոն Արսենյանը հիշեց իր խոսքում նշեց քաղբանտարկյալների մասին, Հայաստանում կան այո քաղբանտարկյալներ։ Գևորգ Սաֆարյան ընդամենը տոնածառերի երթ էր կազմակերպում։ Դուք պատկերացնում եք ամանորի գիշերը տոնածառով հնարավոր է ոստիկանին վնաս տալ։ Եվ դա դրա համար այդ իրադարձության համար նա քրեական հետապնդման է ենթարկվում։ Իսկ ինչ տեղի ունեցավ օրեր առաջ ջրառատում։ Մարդիկ հրազենով կրակեցին եւ այդ գործընթացի շուրջ տեղաշարժեր չկան։ Մի բան էլ մեղադրում են, ասում են դա օրո դաշինքը քաղաքական դիվիդենտներ ստանալու համար կազմակերպել էր ջրառատյան իրադարձներ։ Պարոնայք, որևէ քաղաքական ուժ Հայաստանում իր վրա փամփուշտ չի ընդունի, ինչ է քաղաքական դիվիդենտներ պիտի ստանա։ Ջրառատի դեպքերին մենք դեռ կանդրադառնանք, պարոն Արսենյան, եւս մեկ հարց Արտուր Սարգսյանի վերաբերյալ։ Ձեր կարծիքով, ձեր գնահատականով լինելու են արդյոք իշխանությունների ներսում պատասխանատու մարդիկ, ովքեր պատասխանատու պաշտոնյաներ, ովքեր ունեն իրենց մեղքի բաժինը կատարվածի համար։ Դե բնականաբար ունեն, արդեն ասացի, որ համակարգն է այդպիսին ձևավորել եւ փորձ է արվում իշխանությունը իրենց թիմը նորից վերարտադրել իշխանությունը պահելու համար, բնականաբար ահա այսպիսի քրեական հետապնդումներ են ունենում եւ հետևանքներ այսպիսի ծանր է լինում, որը բնականաբար ազդում է եւ մեր պետության հեղինակության, նաեւ մեր հասարակության իրավունքների պաշտպանության վրա։ Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունը այսպիսի իրավիճակների համար նախատեսում է ինչպես պետք է վարվեն իրավապահ մարմինները։ Օրինակ հիվանդությունը անհամատեղելի է շկալանքի հետ, սակայն Արդարադատության նախարարը հայտնում էր, որ մենք տեղյակ չենք, մենք ուշ ենք տեղեկացել, որ Արտուր Սարգսյանը ունի նման հիվանդություն եւ այլն։ Արդարադատության նախարարը երևի իր վրա շատ ֆունկցիա է վերցնում։ Այստեղ խնդիրը նրանում է նախաքննական մարմին, նախաքննության process-ում է դա տեղի ունենում ներկա պահին։ Այնուհետև միջնորդություն է ներկայացում դատարան, դատարանը պետք է որոշում կայացնի, միջնորդությունը բավարարել խափանման միջոց ընտրելու հարցում եւ բավարարել են յուրաքանչյուր անգամ։ Հարցը հետեւյալում է, որ այդ դատավորը, այդ քննիչը գիտի արդենի տրամադրության տակ կան համապատասխան փաստաթղթերը, որ ինչպիսի ըստ էության ծանր հիվանդություններով են տառապում։ Դրա վերաբերյալ կան համապատասխան կառավարության որոշումներ, սանդաղակներ եւ այլն, եւ դրան համապատասխանել առաջնորդվում է։ Քաղաքական որոշում էր բաց չթողնել Արտուր Սարգսյանը։ Միանշանակ։ Ինչի մասին է խոսքը։ Ես դրա համար ի սկզբանե ասացի, որ քաղաքական, որի արդյունքում նաեւ Արտուր Սարգսյանն էր։ Եվ սա ընդհանրապես նպատակը ո՞րն է եղել։ Ես ցավալի է, բայց փաստ ընդհանրապես հասարակությանը ստիպել, սպառնալ, հոգեբանական ճնշում գործադրել, որ կարող ենք, մենք ի վիճակի ենք։ Դրա համար էլ այսպիսի վիճակ վերջնել է այդպես լինելու, մի հանդգնեք։ Այսօր էլ նույնը քարոզարշավ է տեղի ունենում բյուջետային բոլոր հիմնարկներում, հիմնաձեռնարկություններում, դպրոցներում, մանկապարտեզներում միայն այդ սպառնալիքն է գնում։ Եթե հանկարծ դուք չապահովեք այսքան թիվ, այսքան ընտրող չգնա հանրապետական կուսակցությանը ձայն տա, դիմումը գրեք հեռացեք։ Հստակ տեղեկություն։ Ամբողջ հանրապետությունում է սա տեղի ունենում։ Եթե մենք գիտենք, վերջի հաշվում մարդիկ ենք յուրաքանչյուր ընտանիքում օր չկա, որ նման խոսակցություն տեղի չունենա, որ կա շարք են բաժանում։ Նյութական շահագրգռվածություն եւ այլն։ Ինչով է տարբերվում նախորդ ընտրություններից։ Նույն վիճակն է առաջացել։ Ավելի վայրենի մեթոդներ են կիրառում։ Ավելի վայրենի։ Շատ անգամ ավելի ցավալի է, որ այդպես է եւ այս պայմաններում հանկարծ հայտարարում են պետական այրեր
կոչումներ ունեցողներ, առաջի դեմքեր, թե եթե կաշառք տալիս են, մարդը թող գնա հայտարարություն տա, բայց մենք չունենք այդպիսի տվյալներ։ Ինչ տեղ ունեցավ կոռուպցիայի կաշառակցության դեմ պայքար գնաց, կաշառք վերցնողի նկատմամբ է նախատեսված քրեական հետապնդում։ Այսինքն լրացնելու մի խնդիր գոյություն ունի, նա ինչու պետք է գնա ասի։ Բայց նաև խնդիրը նրանում է, որ կոռուպցիայի դեմ պայքար են հայտարարում, բայց գործում են այլ կերպ, պետական մակարդակով։ Այսինքն հանցավորության մակարդակը այս նախընտրական իրավիճակում չափազանց բարձր է։ Պարոն Արսենյան, կոռուպցիայի դեմ պայքարում են գլխավոր կոռուպցիոներները, սա է այդ նոնսենսը, հակասությունը։ Դե դրա հիմքը ես չունեմ, բայց մի բան գիտեմ, որ ցանկացած պետության մեջ առաջին դեմքը բավական է մի հատ դիտողություն, մի հատ հայտարարություն, սեղանին մի հատ բռունցքի հարված, կոռուպցիան 70%-ով կվերանա։ Տեսեք, մեր մոտ հայտարարությունները կարծես իմիտացիոն բնույթ են կրում։ Նույն վարչապետը Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հստակ հրահանգեց վարչական ռեսուրս չկիրառել, աշխատանքային ժամը չօգտագործել քարոզարշավ իրականացնելու համար, սակայն գիտենք, որ ինքը վարչապետը ակտիվորեն ներգրավված է այս գործում։ Ոչ միայն ինքը, պարոն Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը, բոլորն էլ աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին, որը օրենքի կոպիտ խախտում է։ Բացի դրանից այստեղ երկրորդ խնդիրը գոյություն ունի։ Բոլորի համար այսպես կասկածի ենթակա չէ, որ հանրապետական կուսակցությունը իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հասարակության ներսում ունի զրո վստահություն։ Այսօր հասարակությունում կա մի զանգված, որ անգամ ձեռքը կտրես, ինքը ասում է, ես հանրապետական կուսակցությանը ձայն չեմ տա։ Ինչ արեց հանրապետական կուսակցությունը, ինչ որ իմիտացիոն փոփոխությունների հետնապատկերին, այսպես կոչված background-ին, բերեց Կարեն Կարապետյան, որպեսզի իրանց դեմքը փրկի։ Պարոն Արմեն Մարտիրոսյանը մի հետաքրքիր այսպես համեմատություն էր անում։ Ասում էր կեկելին բերել են ցույց են տալիս, ուզում են Մարգրիտին փսակեն։ Այսինքն կեկելի դեմքով Սերժ Սարգսյանն ուզում է պահպանի իր հետագա իշխանությունը։ Այստեղ որևէ խնդիր չկա։ Կարեն Կարապետյանը Հայաստանում գործող ֆիգուր չէ։ Նա անգամ ազգային ժողովի падգամավորի տեխնացուի այդ կարգավիճակը ինքը չստացավ։ Ընդհանրապես նա ժամանակավոր ինչ որ հետնապատկեր է ապահովում իշխանությունների համար 2018 թվականից հետո, որպեսզի ապահովի Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Տեսեք, նախքան նախընտրական շրջանը, երբ դեռևս չէին մեկնարկել առաջադրումները, խոսվում էր ընդդիմության միավորման մասին։ Մասամբ հաջողվեց որոշակի դաշինքների տեսքով, սակայն հասկանալի է, որ այս տեսքով ընդդիմությունը այլընտրանք կդառնա թե չի դառնա կասկածի տակ է գործող իշխանությանը։ Ամեն դեպքում, պարոն Արսենյան, տեսնում եք արդյոք հնարավորություն իշխանափոխության ընտրական գործընթացից հետո ընդդիմադիր այլ ճակատների, իրենց ընդդիմադիր ներկայացնող այլ ուժերի հետ համագործակցության տեսքով։ Այ արդեն այս շրջանում սկսում են խոսել կոալիցիաների, հնարավոր կոալիցիաների մասին։ Ելքը բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա, արդյոք բացառում է այլ քաղաքական ուժերի հետ հանուն իշխանափոխության համագործակցությունը։ Իմ կարծիքով ցանկացած այլ ուժ, որոնք հատկապես մարտի 1-ի դեպքերի հետ կապված առնչություն չեն ունեցել եւ հատկապես իշխանափոխությունը ուղղված է համակարգային փոփոխություններ կատարելու, երկդաշինքը միշտ էլ կգնա նման համագործակցության։ Որովհետեւ իսկապես երկդաշինքը ելքը տեսնում է։ Շատ լավ ձեր կարծիքը։ Ես ձեզ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մեր հիմնական ծրագիրը, քաղաքական ծրագիրը թույլ չտալ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության վերարտադրումը։ Այդ շրջանակում, այդ տիրույթում մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական դաշտում գործող ցանկացած քաղաքական ուժի հետ, ով բացառում է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր ճանապարհի հնարավորությունը։ Դեռևս անցած տարվանից Ժառանգություն կուսակցությունը նախաձեռնել էր այսպես քննարկումների շարք, որն ուղղված էր ապագա խորհրդարանական ընտրություններում հստակ ընդդիմադիր պլատֆորմ ձևավորելու համար։ Այստեղ գործեց, այսպես ասած, իշխանությունների ձեռքով նաև այդ պլատֆորմը չկայացավ, որովհետև քաղաքական ուժերից յուրաքանչյուրը առաջ քաշեց ինչ-ինչ պայմաններ,
ինչ-ինչ, չգիտեմ, անջրպետներ կառուցեց, ընդհանուր պլատֆորմը չկայացավ։ Այսինքն Հայաստանում խորհրդարանական ընտրությունները չգնացին սևերի ու սպիտակների մեջ։ Սակայն հետընտրական զարգացումներում այդ քաղաքական պլատֆորմը, հակահանրապետական, հակասերժ Սարգսյանական պլատֆորմը լրիվ իրատեսական է։ Քաղաքական ուժերը, նույն ինքը Ծառուկյան դաշինքը, նույն ինքը Ելք դաշինքը չբացառեցին հետ ընտրական process-ներում ուժերի համախմբումը։ Եվ մենք սա ողջունում ենք, որպես քաղաքական դաշինք, որպես քաղաքական կուսակցություն, ի նկատմամբ Ժառանգություն կուսակցությունը, մենք ողջունում ենք հետընտրական process-ում քաղաքական ուժերի համագործակցությունը Հայաստանը ազատել Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Անկախ նրանից, որ ուժը ինչ ճանապարհ է անցել։ Գիտեք, երբ որ մենք դնենք ու հավատաքննություն անցկացնենք, ինչպես որ իրական կյանքում անսխալական, անթերի մարդիկ գոյություն չունեն, այդպես էլ քաղաքական դաշտում անթերի ուժեր գոյություն չունեն։ Սկսած 1991 թվականից ներկա գործող քաղաքական տիրույթում գտնվող բոլոր ուժերը եղել են ինչ որ ժամանակահատվածում իշխանության մաս են կազմել։ Եթե այդպես լինի, միայն Ժառանգություն կուսակցությունն էր, որ իր կուսակցական պատմության շրջանում երբևէ մաս չի կազմել իշխանությանը։ Բոլոր հնարավորություններն ունենալով երբեք համագործակցության չի գնացել գործող իշխանությունների հետ։ Լավ, ինչ անենք, ասենք, այս մեկը սևային, մեկը կապույտային, մեկը կանաչա, ու այսպես մասնատված մնանք, Սերժ Սարգսյանի ծրագիրն է դա։ Մասնատել ընդդիմությունը եւ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին լուծել իր հարցերը։ Շնորհակալություն։ Ներողություն, մի հատ ուղում միայն Ժառանգություն կուսակցություն չի, երբ դաշինք կազմած 3 կուսակցությունները որևէ անգամ երբեք իշխանության մաս չեն կազմել։ Ինչ վերաբերում է Ժառանգությունը, որ ընդհանուր եք խոսում, Ժառանգությունը դժբախտաբար այս նախընտրական շրջանում բաղդատվեց։ Տեսեք, քանի ճյուղավորում առաջացավ։ Եվ իհարկե դա ձեր իրավունքն է եւ այլն, եւ ընդհանուր Ժառանգության անունից խոսելն էլ մի քիչ դժվարանում եմ ասել, որ ինչպես կարող է։ Գիտեք, Ժառանգությունի անունից կարող են խոսել միայն Ժառանգություն կուսակցության անդամները։ Ես որպես Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, որպես կառավարման խորհրդի անդամ, ես լիազորված եմ խոսել Ժառանգություն կուսակցության անունից։ Ես ասած սխալ եք խոսում, բայց դուք նայեք ինչպիսի հրաշք պլեյադա ունեիք Ժառանգություն կուսակցությունը, որոնք բոլորն էլ վարչության անդամներ էին։ Հիմա որտեղ են, ինչու է այդպես եղել։ Դա նրանց քաղաքական որոշելիքն է։ Մենք ամենայն բարիք ենք մաղթել իրենց, բայց պարոն Արսենյան, բերեք սլակները մեկս մյուսի վրա չուղենք։ Մեր ընդհանուր սլակները պետք է գնա դեպի Բաղրամյան 26։ Ես ասացի, որ այնուամենայնիվ եթե այսպիսի երևույթ տեղի ունեցավ, ուրեմն դաշինքում կան երևույթներ, որ այդպես եղավ։ Բոլոր քաղաքական միավորումներում էլ կան անհամաձայնություններ։ Այնպես չի, որ երկի մեջ ամեն ինչը տենց հարթ գնաց։ Ամեն ինչ հարթ է։ Ոչ, ոչ, եթե կամ մի հատ ասեք, ոնց որ մի քանի օր առաջ էր Պետրոս Ղազարյանի հյուրն էր արտարադատության նախարարը եւ ասաց մեր իշխանություն ՀՀԿ-ն, այսինքն եւ իշխանությանը եղել, ունեցել ենք նաեւ առաջընթացներ եւ Պետրոսը հարց է տալիս օրինակ բերեք։ Եվ նա ինչ ասի, որ լավ լինի, առողջապահության նախարարության կողմից անվճար պատվիրի շրջան 1500-ից 2000 անց սրտի ստենդավորում է իրականացվել։ Տեսնում եք ինչ առաջ, ամբողջ ազգին սրտահան են արել։ Ու հանկարծ առողջապահության նախարարը բնակավարից թող մի հատ առաջընթաց ասել, չունեն, չկա։ Պարոն Արսենյան, ես խոստանում եմ, երբ որ կունենանք առանց հանրապետական իշխանություն, մենք կարող ենք գաղափարապես միմյանց քննադատել։ Ի վերջո չենք կարող մենք չենք ունենալ նույն կարծիքապես որևէ իրավունք չունեն քննադատելու։ Ինչ է նշանակում քննադատել։ Ցավ եմ ապրել Ժառանգության համար, միշտ էլ համարել եմ արմատակար, սկզբունքային ընդդիմադիրներ։ Ես վստահեցնում եմ, որ այդ դիրքորոշումը արմատականությունը Ժառանգության ներսում պահպանվում է։ Բայց ձեր կողքի մարդկանց են նաև տեսնում, սկսվում է արդեն ճաքեր տալ։ Արդեն հաշված օրեր են մնացել քարոզարշավի ավարտին եւ այնպես չէ, որ թեև հասարակության զգալի հատված դժգոհ է գործող իշխանությունների կառավարումից, սակայն
պարադոքս է, որ միևնույն ժամանակ ունի վստահություն ընդդիմության նկատմամբ։ Ընդդիմության հավաքական կերպարի չկենտրոնանանք միայն ժառանգության վրա։ Մարդը չի վստահում ընդդիմությանը նաև։ Կարողացել եք քարոզարշավի ընթացքում փոխել մարդկանց գիտակցությունը, հասցնել տեղ կամ հասկանալ պատճառը, թե որոնք են այն խորքային պատճառները, որ այսօր անգամ ընդդիմությունը չի վայելում հասարակության։ Հարցը շատ ընդգրկուն է եւ խորքային։ Դուք նկատած կլինեք, բացի հանրապետական կուսակցությունից, որ քարոզարշավ է իրականացնում, բոլոր կուսակցություններն ու դաշինքները հատկապես քաղաքացուն ընտրողին ուժ են տալիս, հոգևոր ուժ են տալիս առնվազը, որ առողջացման հետ կապված ձեր ձայնն է էականը։ Հասկանալի է, ես եղել եմ ամենահեռավոր գյուղերում եմ եղել, ես տեսել եմ խամրած աչքեր, անիմաստ աչքեր, անվստահություն, կարծես այդ հողի վրա իր հայրենիքը չի, իր տունը չի, իր գյուղը չի։ Վերացած։ Եվ փորձում ենք իսկապես բացատրել, որ այնուամենայնիվ ձեր ձայնը անգին է, եթե այսօրվա ձեր ծնողների խաղաղությունն ու անվտանգությունն եք ապահովում դրանով, օրորոցում քնած մանուկի ապագան եք դրանով կանխորոշում եւ այն կոպեկները չի, որ պետք է դրանով տալ։ Դա անգին վաուչեր է, որով դուք կարող եք նաեւ ձայն տալով, անկախ նրանից ում ձայն տալով, գոնե հանգիստ կլինեք խղճի մտոք, որովհետեւ ցանկացած դեպքում կաշառքի գերի դառնալով այն 4-5 տարին ինքը անդադ իր խղճի հետ է խոսելու։ Այդ ձեր ասած վաուչերը նաև օգտագործել է ժամանակին, գնահատել է, գնացել է, քվեարկել է եւ չի տեսել իշխանափոխություն, հետեւաբար ինչանի քաղաքացին։ Ինչանի քաղաքացին, այ հետընտրական պայքարը, երբ որ ձայնը կտա, երբ որ իր ձայնի տերը չեն դառնա, հետընտրական պայքարում ինքը տեսնելու է, որ իսկապես այդպես չի այլևս, որովհետև արդեն կազուս է առաջացել, երերում է մեր պետականության հիմքերը, ազգս չի կարողանում աճել, ծնելիությունը ավելի է քչացել, քան մահը, ամուսնալուծությունները ավելի են շատացել, քան ամուսնությունները, այս պայմաններում եւ արտագաղթի մասին այլևս չեմ խոսում, որ եթե մինչ այն նախորդ ընտրություններում անձիկ էին ընդամենը ճամպրուկը վերցնում գնում տան հոգսերը հոգալու համար, հիմա ընտանիքներն են մեկնում։ Դա պատճառը, որ Հայաստանի հետ նրանք հույսեր չեն կապում։ Ի վերջո մարդ մի անգամ է ծնվում եւ յուրաքանչյուր ոք ուզում է իր ընտանիքի բարօրությունը ապահովել։ Երբ որ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների բարօրությունը, պետությունը երբեք իրավունք չունի բողոքել իր քաղաքացիներից։ Այստեղ հիմնական պետական ապարատն է մեղավոր նաև այդ սկսված արտագաղթի ու օրեցօր աճող արտագաղթի տեմպերի համար։ Ինչու մարդիկ չեն վստահում ընդդիմությանը, ժառանգությունը այն քաղաքական ուժն է, որը ահռելի ձայն է ստացել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Ռաֆի Հովհաննիսյանն էլ այն անձանցից մեկն էր, ով լայն զանգվածների հիասթափեցրեց հասարակությանը։ Ես չեմ կարծում, որ պարոն Հովհաննիսյանը լայն զանգվածների հիասթափեցրել է, պարոն Հովհաննիսյանը արեց այն, ինչ միջ այդ ոչ ոք չէր արել, նա իրականում Հայաստանում քաղաքական մշակույթ փոխեց, դրա մի քանի օրինակներ ես կարող եմ ասել, մինչև 2008 թվականը քաղաքական ընդդիմությունը առաջնորդվում էր միայն անձերով։ Քաղաքական ընդդիմության հավաքներին, միտինգներին հնչում էին Լևոն, Դեմիրճյան, չգիտեմ, Մանուկյան կոչերը։ Ռաֆի Հովհաննիսյան 2013 թվականից հետո բոլոր երթերը, միտինգները առաջնորդվում են Հայաստան վանկարկումներով եւ այդ քաղաքական մշակույթի հեղինակներից մեկը պարոն Հովհաննիսյանն էր, բայց ես ավելի խորքային վերլուծություն կփորձեմ այստեղ անել 2008 թվականից հետո, երբ որ իշխանությունը տեսավ, որ իր աթոռը երերում է, ի վերջո մարտի 1-յան շարժումը լուրջ հարված էր իշխանությանը, նա ինչ արեց, վերցրեց եւ քաղաքական համակարգում սկսեց մեկ առ մեկ ոչնչացնել իր քաղաքական մրցակիցներին, ստեղծվեց Հայաստանում ապա քաղաքական մատրիցա, որտեղ քաղաքական դերակատարներից գործում էր միայն իշխող ուժը։ Այսինքն քաղաքագիտական բոլոր տերմինների համաձայն
քաղաքական ուժերը երկրում դրանք հասարակությունից վերցնում են խնդիրները, մշակում են եւ ներկայացնում են իշխանությանը։ Սա գործող համակարգ է, որով առաջնորդվում են ժողովրդավարական երկրները։ Սերժ Սարգսյանը ամբողջովին վերացրեց քաղաքական համակարգի դերակատարներին։ Այսպիսով հասարակության եւ իշխանության միջև ստեղծվեց ուղիղ կապ։ Դրա ապացույցն էր նաեւ անցած տարի Սասնա ծռերի գործողությունները։ Մարդիկ տեսնելով, որ որևէ բան այս իշխանության հետ հնարավոր չի անել, զենք վերցրեցին եւ միանգամից պահանջեցին այդ Բաղրամյան 26-ից լուծել իրենց խնդիրները։ Սա քաղաքական համակարգի այսպես կոչված ջլատման իրական արդյունքն է։ Եթե սա էլ արդյունք չտա, արդեն հաջորդիվ փողոցային, չգիտեմ, թաղի տղերքի պահանջներն են ուղիղ գնալու իշխանությանը, որովհետև հասարակությունը իր պահանջները ներկայացնելու խնդիր ունի։ Ապա քաղաքական միջավայրում, քաղաքական ճանապարհով, ընտրական գործընթացի միջոցով իշխանափոխության տարբերակը ինչպես է հնարավոր, եթե անգամ դատական ճանապարհով ընդդիմությունը չի կարողացել հասնել, հետընտրական հուզումների ճանապարհով ընդդիմությունը չի կարողացել հասնել, այս անգամ ինչ երաշխիք կա, ինչ ճանապարհով, գուցե թե միայն համագործակցությամբ իշխանափոխության հասնել։ Ներողություն, ես չեմ պատկերացնում, շատ հավատով եմ լսված, որ այս ընտրություններում այնուամենայնիվ մեջքը կողի մեր ընտրողը եւ ընտրություն կկատարի, արժանի ընտրություն կկատարի, ճիշտ ընտրություն կկատարի։ Թեև դժվար է, որովհետեւ ինչպես նշվեց, սև սպիտակը չի տեսնում, որովհետեւ մի շարք քաղաքական ուժեր են հայտարարում, որ ես են իրական դեպքերում հասկանում եմ, ընտրողը միայն ընտրողին միշտ կամ մեր քաղաքացուն միշտ իշխանությունները պարտադրել են պարտականություններ։ Ես համոզված եմ, որ այս անգամ քաղաքացին այլևս իր իրավունքն է կիրառելու, իրացնելու եւ արժանիորեն համապատասխան ընտրությունների արդյունքում կարծում եմ, որ իշխանապահությունը տեղի կունենա։ Շնորհակալություն, խնդրեմ ձեր կարծիքը։ Ես վստահաբար պնդում եմ, որ այն տիպի երկրները, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետություն, պետությունը որպես այդպիսին ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այլ ընտրանք չունի իշխանություն ձևավորելու, քան ընտրություններն են։ Այնպես որ ընտրական process-ները յուրաքանչյուր քաղաքական ուժի համար ոչ միայն հնարավորություն են իրենց ծրագրերը ներկայացնելու հանրությանը, իրենց անցյալը եւ ներկան համեմատելու, այլ նաեւ երկրում իրենց վճռական խոսքը ասելու իրական հնարավորություն են։ Ես ուզում եմ հավատալ եւ տեսնում եմ որոշակի մեխանիզմներ, որ ընտրական process-ից հետո Հայաստանում հնարավոր են որոշակի հետընտրական զարգացումներ, որովհետև քաղաքական ուժերը ապրիլ 3-ին կանգնելու են երկընտրանքի առջև։ Մի կողմում Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանությունն է իր այսպես արբանյակներով, այդ արբանյակներից միայն այս պահին գործում է, երևում է ակնհայտ հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ մյուս կողմում պետք է ձևավորվի այդ իշխանությունների հստակ այլընտրանքը։ Ես նաև պնդում եմ, որ գործող համակարգի շրջանակում չկա որևէ մեկ քաղաքական ուժ, որ կարող է միայնակ Հայաստանում իրավիճակ փոխել։ Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել միասնաբար, ի վերջո երկիրը դնել խաղաղ զարգացման ժողովրդավարական ռելսերի վրա եւ նոր Հայաստանում սկսել քաղաքական, գաղափարական դեբատներ։ Ի վերջո, սա մեր հնարավոր միակ տարբերակն է։ Ես այդ պատճառով չեմ բացառում 1 տարի հետո, 2 տարի հետո, երբ որ Հայաստանում կլինի նորմալ իշխանություն, մենք մեր գաղափարներով, պարոն Արսենյանենք իրենց գաղափարներով, չգիտեմ, մյուս XY կուսակցություններն իրենց գաղափարներով, ի վերջո կմրցակցենք, թե մեզանից որն է ճիշտ, բայց այս պահին միակ հրամայականն է Հայաստանի Հանրապետությունը ազատել Սերժ Սարգսյանական իշխանությունից։ Շնորհակալություն, պարոն Արսենյան, վերջի հարցը հնարավորություն ընձեռեմ ձեզ խոսել ընտրողի հետ։ Այս համընդհանուր
խոսում են ընտրակաշառքի մասին, վարչական ռեսուրսի կիրառման, ստիպողաբար, մարդիկ, ովքեր աշխատում են պետական հաստատություններում, ստիպողաբար նրանց այլ կամք թելադրելու մասին է խոսվում։ Ես կուզենայի դուք պարզապես խոսեիք ընտրողի հետ ու որն է ձեր ասելիքը նրան։ Իմ ասելիքը մեկն է, որ հարգելի քաղաքացի, մենք այն սերունդն ենք, որ մեր կողմից 700 տարի անց վերջապես ստեղծվեց անկախ պետականություն ձեռք բերեցինք։ Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ վտանգված է այդ պետականությունը։ Ընդհանրապես վտանգված է մեր գենոֆոնդը։ Եվ այս պայմաններում, երբ որ այնպիսի հանրապետական կուսակցության այնպիսի լոզունգներ, գովազդներ առաջ տանում, սկզբում առաջ Հայաստան, հավատակ, որ ընտրեք, չգիտեմ ինչեր անեն, հիմիկ էլ հերթական շոուն են կազմակերպել, թե հարցը որ ուղղում են այդ այրերին, նրանք ասում են, մենք մեր ծրագրերը լսելի կդարձնենք ժողովրդին։ Էլ ծրագրերը մի ներկայացրեք ժողովրդին, ի տարբերություն բոլոր մյուս դաշինքների կուսակցությունների, դուք գործունեություն եք իրականացրել, ինչ եք արել, ավերակած երկիր եք դարձրել այլևս, վտանգված է, այս պայմաններում կոչս հետևյալն է, հարգելի քաղաքացի, հարգելի ընտրող, ընտրախցում դուք միայնակ եք ձեր խղճի առաջ, արժանի ձեր խղճի մտոք ընտրություն կատարեք, հանուն մեր Հայաստանի, հանուն մեր ազգի, հանուն քո ընտանիքի։ Շնորհակալություն, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մի վտանգեք իմ եւ ձեր ապագան։ 15-20 հազարական դրամներն առ ոչինչ են առաջիկա 5 տարիների հետ։ Ընտրեք այն գործչին, այն ուժին, ով կանգնելու է ձեր կողքին։ Ես որպես Օրո դաշինքի ներկայացուցիչ կոչ եմ անում ընտրել Օրո դաշինքին։ Չեք ուզում, ընտրեք ցանկացած այլ քաղաքական ուժի, բայց մի ընտրեք գործող քաղաքական համակարգի շարունակականության մոդելը։ Այսքանը։ Շնորհակալություն հարգելի հյուրեր։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, տաղավարում այսօր իմ հյուրերն էին Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Օրո դաշինքի падգամավորի թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը եւ Ելք դաշինքի падգամավորի թեկնածու, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։